Շուրթերը մեզ ոչինչ չի տա։ Եվ որդիս Արագաստում նստած վիճակում 88 թվականին հայտարարում է տղաներ, առաջինը մտնելու եմ Շուշի, լաչինով տուն եմ գալու։ Ընկերներն իհարկե լուրջ չընդունեցին Վարդանի խոսքերը։ Ինչ իմանային։ Ես ենթադրում էի Արցախում էր, Վարդանը Ռուսաստանի զենքեր մատակարարում։ Որդիս զենքեր մատակարարեց 88 թվականից, ջոկատներ պատրաստեց, առաջիններից մեկը մտավ Շուշի, լաչինով տուն եկավ հաղթած, մասնակցեց բոլոր տարածքների ազատագրման, իր լավագույն ընկերների հետ, նվիրյալ ընկերների հետ, Զարիկ մամա կոչելով, որդուս փոխարեն իմ կողքն են, բանակ են պաշտպանում, բանակ են ստեղծել և այս հողի վրա արժանի զավակներ են։ Շահումյանը կորցնելուց հետո Վարդանը տուն եկավ, մոր հետ վերջին հանդիպումներ։ Էս ասեց, մամա, պատերազմը վերջանում է։ Դուրս եկավ, եղբայրը 16 տարեկան էր, թևից բռնեց ու ասեց, արա կյանքդ խնայում ես, ազգիդ համար առաջ ընկի, որը հիմա զինվորական է Տիգրան Ստեփանյանը, փոխգնդապետ, ուրախացա, որ եղբոր հետ գնում է, ձերքին խփեցի, ասացի, այնպես ես ասում, ոնց որ չոքել բերել ես, տանս դուռ ինչ ես փակում, ինչու ասեցի, սիրելիս, որդուս ճանապարհեցի, այլևս չտեսա։